Եվ այսպես, Ադրբեջանը Հայաստանի տարածքում 1200 քառակուսի կիլոմետր տարածք է ուզում, իսկ Թուրքիան ուզում է Մարգարայի անցակետի հարակից հատվածը դարձնել անվտանգության գոտի։ Հարգելի հեռուստադիտողներ, Արցախի հանրապետության կորուստը մի շարք հստակ հետևանքներ ունի։ Երբ որ մենք կորցրեցինք Արցախի հանրապետությունը, Հայաստանի հանրապետությունը զրկվեց ոչ միայն ֆիզիկական խորությունից, այլ նաև դիվանագիտական խորությունից։ Դա իր հերթին հանգեցրել է նրան, որ մի շարք պահանջներ, որոնք առաջ են քաշվում Հայաստանի հանրապետության իշխանությունների առաջ, եթե նույնիսկ մենք հավատանք այն կանխավարկածի, որ իրենք չեն ուզում կյանքի կոչել այդ նախապայմանները, բայց քանի որ դու չունես ֆիզիկական խորություն, դու չունես դիվանագիտական խորություն, քեզ դնում են այնպիսի պայմաններում, որ դու այլընտրանք չես կարող ունենալ։ Եվ դրա դրսևորումներից մեկը եղավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, երբ որ Հայաստանի հանրապետության իշխանությունները ստորագրեցին մի փաստաթղթի տակ, որով իրենց վրա պարտավորություն են վերցնում անխոչնդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապվելու համար, այն էլ այն իրավիճակում, երբ որ Ադրբեջանը իր վրա որևիցե համանման պարտավորություն չի վերցնում։ Կրկին ասենք, սա կարող է առնվազն հետևանք լինել նրան, որ մենք կորցրել ենք ֆիզիկական խորությունը։ Տեսեք, օգոստոսի 9-ի առավոտվանից, երբ որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր տալիս հայաստանյան լրատվամիջոցներին Վաշինգտոնում, հանրային քննարկումների տիրույթում հայտնվեց հետևյալ մի վարկած, որ միգուցե օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթուղթը ունի նաև գաղտնի ինչ-որ մի հատված, որը հասարակությանը չի ներկայացվում, եւ ամեն անգամ, երբ որ Ադրբեջանից հնչում էին գնահատականներ տարածաշրջանային զարգացումների համատեքստում եւ օգտագործվում էր Զանգեզուրի միջանցք, իսկ Ալիևը առնվազն 2021 թվականից չի թաքցրել, թե Զանգեզուրի միջանցք ասելով նա ինչ է ուզում ստանալ Հայաստանից։ Այն նույն ֆորմատով գործող կոմունիկացիա, որը կար Հայաստանի եւ Արցախի միջև, Լաչինի միջանցք, այսինքն կոմունիկացիա առանց մաքսային, առանց սահմանային վերահսկողության։ Ամեն անգամ, երբ որ Ադրբեջանից այս տեսակ գնահատականներ էին հնչում, մարդկանց մոտ հիմնավոր կասկածը ել ավելի խորանում էր, որ միգուցե մենք շատ ավելին ենք զիջել, քան ներկայացվում է իրականում։ Եվ տեսեք ինչ է հիմա կատարվում։ Թուրքական լրատվամիջոցները արդեն մոտ 1 շաբաթ է տարբեր լրատվամիջոցներ հրապարակումներ են անում, որոնց տրամաբանությունը հետևյալն է, որ կա հավանականություն, որ Հայաստանը իր վրա պարտավորություններ է վերցրել Ադրբեջանին Զանգեզուրի միջանցքի երկայնքով 1200 քառակուսի կիլոմետր տարածք հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, ավելի կոնկրետ ասվում է, որ դա պետք է լինի տարածք Կապանից մինչև Նախիջևանը։ Ավելին թուրքական լրատվամիջոցները ել ավելի առաջ են գնում եւ նշում են հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված 4-րդ հանրապետության կոնցեպտի շրջանակներում Թուրքիան եւս առանձին վերցած ազդեցության գոտի է ունենում Հայաստանի հանրապետության տարածքում, ավելի կոնկրետ Մարգարայի անցակետի հարակից տարածքում ստեղծվում է առանձին անվտանգային գոտի, որտեղ գործելու է Թուրքիայի վարչական ազդեցությունը, կրկին ասենք, սա թուրքական լրատվամիջոցներն են գրում։ Տեսեք, կա մի քանի վարկած, թե ինչու է այս տեսակ հրապարակումներ ի հայտ գալիս թուրքական լրատվամիջոցներում։ Առաջինը իսկապես միգուցե դա օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների դրսևորումն է, կա եւս մի տարբերակ, որ Թուրքիան, Ադրբեջանը շատ լավ հասկանալով, թե ինչ իրավիճակում է գտնվում Նիկոլ Փաշինյանը, այս տեսակ հրապարակումներով փորձում են իր վրա շատ ավելի մեծ ճնշում բանեցնել եւ փորձում են այսպես էլի դիվանագիտական այսպիսի ճանապարհով հասնել իրենց ուզած զիջումներին, բայց կա եւս մի չափազանց կարեւոր հանգամանք, որի վրա պարտադիր պետք է ուշադրություն դարձնենք, կան որոշակի անուղղակի ապացույցներ, որ թուրքական լրատվամիջոցներում զետեղված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Ինչի մասն է խոսքը։ Այս շաբաթ Ադրբեջանում հրապարակվել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բավականին մանրամասն քարտեզ։ Քարտեզ իմիջիալոց, որտեղ հայկական տեղանույնները նշված են ադրբեջանական անվանումներ է դրանց տրված։ Երկաթգծի վերաբերյալ առանձին, ինչպես տեսնում եք, առանձին հատված է մատնանշված, ավտոճանապարհի վերաբերյալ առանձին հատված է մատնանշված Ադրբեջանում, կրկին ասենք Զանգեզուրի միջանցքի, իրենց ընկալմամբ Զանգեզուրի միջանցքի քարտեզն են արդեն հրապարակում։ Իսկ կա նաև հետևյալ տարբերակը, որ իրականում Բաքուն եւ Անկարան չեն հրաժարվում իրենց պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ հրապարակելով այս տեսակ տեղեկությունները իրենք ձևավորում են հետագա բանակցությունների տրամաբանությունը, այսինքն ցույց է տալիս, թե ինչ են ուզում ստանալ Նիկոլ Փաշինյանից վերջնարդյունքում իր հետ վարած բանակցությունների։
Մենք պետք է պարզապես արձանագրենք հետևյալը, որ այստեղ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը հերթական անգամ շատ ավելի անկեղծ են հայ հասարակության հետ, Նիկոլ Փաշինյանի ընտրողների հետ, որովհետեւ եթե Բաքուն եւ Անկարան խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին, հայաստանյան տարածքներից որոշակի տարածքային զիջումների մասին միջև խորհրդարանական ընտրությունները, ապա Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ պատրաստվում է այս ամենի մասին պատմել հասարակությանը արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իհարկե վերարտադրվի։ Մտածեք այդ մասին։